Էժան հոսանքի թեման Հայաստանում կրկին դարձել է քաղաքական դաշտի բախման կետ, ինչ բացահայտում է Արելհեցի նախկին ղեկավարությունը, ինչ դեր ունի Սամվել Կարապետյանը եւ ինչ է սպասվում առաջիկա նիստում։ Գումարում, հանում, բազմապատկում, պետական որ մարմնին ինչքան փող կհասնի բյուջեով, արդեն ուրվագծվում է 2026-ի պետության դրամապանակի պարունակությունը։ Ինտիմ տեսանյութի շուրջ քաղաքական հարցեր ազգային ժողովում, ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է, թե ինչպես է մարդու անձնական կյանքի նյութը հայտնվել համացանցում։ Արցախ չպետք է գնալ ստրուկի պես, Արցախի պահեստազորի գնդապետները հավաքական վերադարձի մասին։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Հովհանավանքում նոր լարվածություն է սկսվել։ Կարգալույծ Ստեփան Ասատրյանը, որը վերջերս սկանդալի կենտրոնում էր հայտնվել, այս անգամ փոխել է եկեղեցու փականը։ Արդյունքում միայն ինքն ունի մուտքի բանալին, իսկ մյուս հոգևորականները չեն կարողանում մտնել եկեղեցի։ Հովհանավանքի քահանա Տեր Մանուկը գործընկերոջս պատմել է, որ հոգևորականները փաստացի զրկվել են իրենց ծառայությունը իրականացնելու հնարավորությունից, իսկ դրա հետևանքը կրում են հավատավոր մարդիկ։ Կիրակի նախատեսված արարողությունների մեծ մասը չի կայացել, պսակադրություններից միայն մեկն է տեղի ունեցել Հովհանավանքում, իսկ մյուսները տեղափոխվել են այլ եկեղեցիներ։ Գործընկերներս քիչ առաջ Հովհանավանքում էին, կարգալույծ քահանան հրաժարվել է մեկնաբանել իր քայլերը, մանրամասները ներկայացրել Տեր Սարգիս քահանան։ Եկեղեցու բանալիների հետ կապվածը ոչ թե երեք է կատարվել, այլ արդեն մեկ շաբաթ առաջ էր դա կատարվել։ Ուղղակի երբ որ ես ոստիկաններից մեկին հարցրեցի, թե ինչ խնդիր է, իրանք միջուկը հանեցին, տարան եւ բերեցին, փոխեցին եւ մեր մոտ եղած բանալիները այլևս անպետք դարձան։ Իրենք ասացին, որ անվտանգությունից ելնելով մենք էլ այլևս մանրամասների մեջ չմտանք, մտածելով, որ վարչապետի գալու հետ կապված անվտանգությունն է պետք եւ բանալիները վերցրել են, բայց բանալիները շարունակաբար մնում է իրենց մոտ եւ այս տեղեկությունը, ինչպես դուք ասացիք, արդեն դարձել է արդեն ընդլայնվել է եւ տեղեկությունը տարածվել է ամենուր, այո, բանալիները իրենց մոտ է։ Ըստ մեր թեմում եղած կարգ ու կանոնի, ամեն մի եկեղեցու բանալին գտնվում է մոմավաճառի մոտ, ով որ առավոտյան գալով շուտ, սահմանված ժամին բացում է, մաքրում, պատրաստում է եկեղեցին եւ այլևս հոգեվորականը բոլոր հավատացյալները գալիս են եւ արդեն մաքուր պատրաստի եկեղեցում իրենց աղոթքն ու ամեն իրողություն կատարում են։ Եվ երեկոյան էլ արդեն մաքրելով, պատրաստելով եկեղեցին մոմավաճառը այդ ամեն ինչ հավաքում է, դուռը փակում եւ գնում է։ Հիմա ինքը այդ իրավունքը չունի։ Իր մոտ կան բանալիներ, նախկին բանալիներ, որոնք այլևս պետք չեն։ Բանալիները գտնվում են իր մոտ։ Ինքն է ամեն օր առավոտ գալիս, բացում, որոշ եւ իր հետ կան մարդիկ, ովքեր են դրանք չգիտեմ։ Իսկ խորհրդարանում այսօր քաղաքական հարցեր էին ինտիմ տեսանյութի վերաբերյալ, որը վերագրվում է Աշակ Սրբազանին։ Հայաստան խմբակցության падգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել է, թե ԱԱԾ-ն տեղյակ է արդյոք, թե ինչպես է մարդու անձնական կյանքի նյութը հայտնվել համացանցում։ Մինասյանի խոսքով, եթե տեսանյութը նկարահանել է ԱԱԾ-ն, դա հանցագործություն է, իսկ եթե ոչ, ուրեմն ծառայությունն իր գործը չի անում։ Մինասյանը նաև անդրադարձավ ասեկոսեներին, թե տեսանյութի տարածման հետևում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներն են։ Հարությունյանն էլ հերքեց նման կապերը, ասում է իշխանությունը որևէ առնչություն չունի արտահոսքի հետ։ Միանշանակ դատապարտում եմ համապատասխան մարմինները եւ ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր իր լիազորությունների շրջանակում անում է, պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել, ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը, ով ըստ տարածված այդ տեսանյութերի կամ իմիջիալից ես որևէ տեսանյութ կամ նյութ սրա հետ կապված նույնիսկ չեմ բացել, բացի վերնագրերը տեսնելուց։ Ենթադրում եմ, որ Արշակ Խաչատրյանը դիմաց կլինի իրավապահներին եւ ես իրեն կոչ եմ անում, հիմա ժողովուրդ բարբերականը ուղիղ ձայնագրում է, հենց իրեն շատ լավ է, որ դիմել է։
Մինչ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում անձնական կյանքի միջամտությունների շուրջ, ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էր ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների եւ Բաքվում պատանդարված հայերի։ Ակցիայի օրը պատահական չի ընտրվել։ Երևանում ընթանում է Euronest-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը եւ նախաձեռնողները նպատակ ունեն իրենց ձայնը հասցնել եվրոպացի պատգամավորներին։ Euronest-ի ներկայացուցիչներ, պատգամավորներ, եվրոպական եւ այլ երկրների պաշտոնյաներ։ Այսօր այստեղ ենք ի աջակցություն Հայաստանում պահվող քաղբանտարկյալների եւ Բաքվում պատանդարված մեր հայրենակիցների։ Պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում, իսկ Հայաստանում 60-ից ավելի քաղբանտարկյալ։ Ազգային ժողովի մոտ մի շարք քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել, եվրոպացի գործընկերներից պահանջելով ուշադրություն դարձնել այս խնդրին եւ քայլեր ձեռնարկել։ Ակցիայի կազմակերպիչները Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդներն էին։ Նպատակը Euronest-ի շրջանակում Երևանում գտնվող եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի խնդրի վրա սևեռելն էր եւ ոչ միայն։ Դրան զուգահեռ մենք ունենք նաեւ աննախադեպ քաղբանտարկյալների թիվ 40-ից ավել, նաեւ աննախադեպ է նրանով, որ մենք ունենք բանտարկված թե սրբազաններ եւ թե այլ դասի հոգեվորականներ։ Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց ուշադրությունը գրավենք այդ առումով, որ Հայաստանը իրականում ընդհանրապես դեմոկրատիայի բաստիոն չէ։ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց. Բաքվում հայ գերիներին խոշտանգում են, իսկ Կարմիր խաչը այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Մեր կոչն է, որպեսզի միջազգային հանրությունը ի վերջո հստակ գնահատականներ տա եւ այս իշխանությունների գործելավոչին ի վերջո վերջ տնի։ Դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը։ Պատիվ ունեմ դաշինքից նույնպես ներկա էին։ Պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով եվրոպացի պաշտոնյաները չեն նկատում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, քանի որ ընտրել են Փաշինյանի կառավարության օրերը երկարաձգելու ճանապարհը։ Հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը ստվերում է իրենց աշխատանքը, իրենց գործունեությունը։ Հիմա ակնհայտ է, չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այն անուշադրությունը, որ կա եվրոպական կառույցների ու պաշտոնյաների կողմից, հստակ ուղղորդված է։ Դերասանուհի Անահիս Սարդարյանն էլ անտարբեր չէ ոչ Բաքվում, ոչ Երևանում կատարվողի նկատմամբ։ Թող տեղ թողնեմ, որ վաղը իրանց համար էլ կա մեկը կանգնի, որտեվ այն նկարները, որոնք որ ես հիմա նայում էի, իմ համար ահավոր հուզումնալից են, որովհետև չկա այդտեղ մի մարդ, որ ասես դե հայելի։ Պիտի նստեր, չէ։ Այդ մարդիկ ոչ կաշառակերներ են, ոչ թալանչիներ են, ոչ հանցագործներ են, իրանք մի տեղում են, որտեղ որ ինձ թվում է միայն հանցագործներ պետք է լինեն։ Ձայնարկություններին զուգահեռ Euronest-ի լիագումար նիստն էր։ Եվրոպացի պատվիրակներից եւ ոչ մեկը դուրս չեկավ եւ չարձագանքեց ակցիայի մասնակիցներին։ Բողոքին զուգահեռ խորհրդարանում շարունակվում էր 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը։ Արդեն ուրվագծվում է, թե գալիք տարում որ ոլորտն ինչ ֆինանսավորում է ստանալու։ 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը ավելացնել 1 միլիարդ 520 միլիոն դրամով։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի բյուջեն կհասնի 25 միլիարդ 804 միլիոն դրամի։ Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում պլանավորվող եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ծախսերով, նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներին։ Փոխարենը կնվազի ազգային ժողովի եւ հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը։ Ազգային ժողովին նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 4 միլիոն դրամ, 68 միլիոնով պակաս, իսկ նախագահի աշխատակազմին 1 միլիարդ 618 միլիոն, 40 միլիոնով պակաս նախորդ տարվանից։ Ֆինանսների նախարարը վստահեցնում է, պետական կառավարման համակարգում իրականացվում է օպտիմիզացում, ավելի շատ արդյունք, ավելի քիչ ռեսուրսով։ Սակայն այս մոտեցման հետ համաձայն չէ անգամ ՔՊԱ-ական գործընկերը։ Ես մի տեղել եմ լսել, որ ավելի քիչ ռեսուրսով ավելի լավ արդյունքի հասնել,
պրինցիպի վրա ազգային ժողով չլինի, կամ 3 պատգամավորից բաղկացած լինի, դիցուկ, շատ ավելի օպտիմալ կլինի։ Չէ, ասում եմ, որտեվ լսել եմ նման։ Թվերից չհեռանալով բացահայտում է արել ՀԵՑ-ի նախկին ղեկավարությունը։ Պարզվում է դեռ հունիսին հնարավոր է եղել էժանացնել հոսանքի գինը, բայց պետությունը մերժել է։ ՀԵՑ-ի նախկին ղեկավարությունը շարունակում է պնդել, որ գնի նվազեցումը տեխնիկապես և ֆինանսապես այսօր էլ է հնարավոր։ Եվ դա հնարավոր է անել ոչ թե ՀԵՑ-ի, այլ սեփականատեր Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Ինչու է մերժվել բնակչության ֆինանսական վիճակը թեթևացնող առաջարկը, ինչ դեր ունի Սամվել Կարապետյանը և ինչ է սպասվում առաջիկա նիստում, տեսանյութում։ Էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հնարավորություն ըստ ՀԵՑ-ի նախկին ղեկավարության եղել է դեռ այս տարվա հունիսին, բայց մերժվել է քաղաքական նկատառումներով։ Մեր ձևով շարժման համակարգող Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը բացահայտում է, դեռ ամռանը եղել են բոլոր նախադրյալները, որպեսզի էլեկտրաէներգիան էժանանա։ 5 ամիս առաջ հունիսի 6-ին, մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը, մենք ՀԵՑ-ի անունից դիմել ենք ՀՑԿՀ նախագահին հոսանքի գինը իջեցնելով 3.6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ ՀԵՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է, հնարավոր է բնակչության համար սակագինը նվազեցնել անգամ հիմա, Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին, սակայն իշխանությունները միտումնավոր ձգձգում են գործընթացը։ Իմ ինֆորմացիայով արդեն 6 եւ ավել միլիարդ է դարձել այդ 3.6 միլիարդը եւ հիմա նույն պնդումն անում ենք սակագինը իջեցնելու համար։ Հիմա իջեցրեք, ինչի՞ չեք իջեցնում։ Այնտեղ նամակի մեջ նշված էր տարվա վերջ կներվերանայինք, տարվա վերջին մնացել է 2 ամիս, իմջալուց ասեմ, այս 2 ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, էլի որոշակի չափով զսպվի բեռը։ Ղազինյանի խոսքով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է քաղաքականացնել գործընթացը, ներկայացնելով այն որպես բիզնես շահերի հակադրություն։ Հիմա իրենք հավաքելու են կամ եկող տարվա փետրվարին տարին ամփոփելուց հետո փորձեն զսպեն սակագին իրենց ապիկար, այսպես կառավարման արդյունքում առաջացած խնդիրների, որը հետում շուտով բոլորս ենք տեսնելու ու արդեն տեսնում ենք, կամ իջեցնելու պարագայում ասեն կառավարիչն եկավ 6 ամիս աշխատեց, շատ լավ աշխատեց, որի արդյունքով իջեցնում ենք։ ՀԵՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը պնդում է, անհրաժեշտ ֆինանսական բալանսը կա եւ հնարավոր է սակագինը փոխել առանց լրացուցիչ ռիսկերի։ Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնում է ՀԵՑ-ը, բայց իր գումարները ստանալու հետ։ Այսինքն ժողովրդի հաշվին ընդհանրապես քաղաքական հարց են լուծում իրենց համար։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ՀԵՑ-ի նախկին ղեկավարության հայտարարությանը, նշելով, որ նպատակահարմար են գտել սակագները վերանայել տարեվերջին, համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործողության տարեկան արդյունքների հիման վրա։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։ Տեղեկացնում ենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը սովորաբար իրականացվում է տարեկան կտրվածքով, քանի որ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման կանխատեսվող հաշվեկշիռը կազմում է տարեկան կտրվածքով և ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների լիարժեք գնահատումը հնարավոր է լինում իրականացնել տարեկան արդյունքներով։ Այսինքն, ըստ հանձնաժողովի, առաջիկա 2 ամսում կորոշվի էլեկտրաէներգիայի գինը փոխվում է, թե ոչ։ Իսկ երեկ հենց օդանավի դռան մոտից Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությանն է անդրադարձել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա, Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, իսկ դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։ Նախագահի խոսքով ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չեն ներկայացրել, որը կապացուցի Դավիթ Համբարձումյանի հանցավոր գործունեությունը։ Դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկել են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենտի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանի այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր
կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել, տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ։ Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Կալանքի տակ է նաև Գյումրիի համայնքապետը, որի նկատմամբ մի քանի օր առաջ հարուցվեց եւս մեկ մեղադրանք։ Ընտրությունից հետո Ղուկասյանը հիանալի հասկանում էր, որ իրեն կարող են թույլ չտալ խաղաղ աշխատել, եւ նա պատրաստ էր իրադարձությունների նման շրջադարձի, կարծում է Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Կազբեկ Տայսաևը։ Падգամավորի խոսքով Ղուկասյանը խնդրեց ժողովրդին չմիջամտել, մի կողմ քաշվել եւ կամավոր եկավ Երևան, ինչը շատ համարձակ քայլ է, որը հստակ բնութագրում է Վարդան Ղուկասյանին։ Հայաստանում ու Հայաստանի հետ կատարվող իրադարձությունները միջազգային կառույցների եւ փորձագետների ուշադրության կենտրոնում են։ Քննարկումները ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ դերակատարների շահերի հարթությունում են։ Ղազախական ցորենի բեռը Հայաստան ուղարկելու Ալիևի քայլը միջազգային վերլուծաբաններն անվանում են ոչ թե բարեկամական ժեստ, այլ տիրոջ սեղանից գցված ողորմություն։ Հյուսիս-արևմուտք քաղաքական լրատվական գործակալության խմբագիր Անդրեյ Դմիտրիևի խոսքով այս քայլը ոչ թե տնտեսական, այլ խորապես քաղաքական նշանակություն ունի։ Եվ Փաշինյանն ու Ալիևը իրականացնում են Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բաքվի եւ Երևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը դեռևս լիովին համաձայնեցված չէ։ Նիկոլ Փաշինյանը մոտենում է 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը։ Կարևոր է ցույց տալ Բաքվի հետ բանակցությունների գործնական արդյունքները, որոնք այս կամ այն կերպ կազդեն հանրության առօրյա կյանքի վրա։ Տարածաշրջանից դուրս խաղացողների համար կարևոր է նաև Հարավային Կովկասում վիճակի հնարավոր ազդեցությունը հարևան երկրների եւ տարածաշրջանների, այդ թվում Իրանի եւ հետխորհրդային կենտրոնական Ասիայի դիրքորոշման վրա։ Մինչ այստեղ միջազգային փորձագետներն ու լրատվամիջոցները խոսում էին կուլիսային պայմանավորվածությունների ու ուժերի բաշխման մասին, հիմա տարածաշրջանի դերակատարները բաց տեքստով նշում են իրենց շահերը։ Իսկ ինչ ազդակներ են գալիս հենց մեր հարևաններից, Ադրբեջանից եւ նրա ավանդական դաշնակցից Թուրքիայից։ Անկարայում գտնվող Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամին առընթեր Մերձավոր Արևելքի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Հիլմի Դիմիրի խոսքով Զանգեզուրի միջանցքը կարող է փոխել Հարավային Կովկասի աշխարհատնտեսական քարտեզը։ Նրա կարծիքով նոր երթուղին Ադրբեջանը կդարձնի տարածաշրջանի առանցքային տարանցիկ հանգույց, կխթանի ոչ նավթային հատվածի զարգացումը, իսկ Թուրքիայի դեպքում կենսական նշանակություն կունենա Արևելյան Անատոլիայի նահանգների տնտեսական աշխուժացման համար։ Դեմիրն ընդգծել է նաև, որ Հայաստանի համար միջանցքը տնտեսականորեն կարող է դառնալ Արևելքի եւ Արևմուտքի միջև հավասարակշռված ինտեգրման հնարավորություն, նաև լոգիստիկ ծառայություններից եկամուտների ավելացման միջոց։ Եվ եթե Անկարայում արդեն խոսում են նոր հաղորդակցությունների ու տնտեսական միջանցքների մասին, ապա հայ զինվորականներն ու անվտանգության ոլորտի փորձագետները բարձրացնում են մեկ այլ անպայման լուծում պահանջող հարց։ Արցախի վերադարձի հնարավոր ձևաչափը եւ դրա անվտանգության բաղադրիչը։ Արցախից Պահեստազորի սպաներին մեկ հարկի տակ է հավաքել Genesis Armenia ուղեղային կենտրոնը, քննարկելու վերադարձի իրատեսական տարբերակները։ Երաշխիքներ, որ նախկին մարտական գործողությունների մասնակցած, որ ոչ մի տղամարդ չի հետապնդվելու։ Պահեստազորի գնդապետ Վահրամ Հակոբյանն Արցախ հավաքական վերադարձի նախապայմաններից մեկն է նշում։ Հետապնդում, ձերբակալություններ կամ այլ գործողություններ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից չպետք է լինեն։ Genesis Armenia-ի հարկի տակ Արցախի պահեստազորի սպաների միության անդամներն էին։ Քննարկել են Արցախ հավաքական վերադարձի թեման, հիմնվելով անվտանգային կոմպոնենտի վրա։ 5 հիմնական նախապայման կա, որն առանձնացրել են միության անդամները։ Առաջի կոմպոնենտը դա բազմազգ ՄԱԿ-ի հովանոթակ խաղապահ ուժերի ներկայությունն է, երկրորդը դա ապահարազմականացված գոտի ստեղծումն է ամբողջ սահմանի երկանքով, երրորդը դա միջազգային ընդունված Լաշինի միջանցքի փոխանցելն է այդ ՄԱԿ-ի ուժերին, չորրորդ կոմպոնենտը դա ամբողջ Արցախյան հակամարտության շրջանի համար Ադրբեջանի այսպես ղեկավարության կողմից բացառել քրեական հետապնդումը արցախցիների, ինչպես նաև ընդհանրապես Արցախյան պետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի, ոստիկանության եւ այլ վարչական մարմինների դուրս անելն է։ Պահեստազորի սպաների միության անդամները բռնի տեղահանությունից հետո առաջնային են համարել հավաքական վերադարձի հարցի քննարկումն ու սկսել են մշակել անվտանգային այդ բաղադրիչները։ Յուրի Քարամյանի խոսքով
Վերադարձը չունի իմաստ, եթե Արցախում ուժեղ չեն լինելու։ Մենք ընդհանուր ստրուկներ չենք ունում դեղ։ Մենք պետք է հավաքական ուժով գնանք եւ բոլոր անվտանգության հարցերը կարող մենք պահպանենք, ոչ թե մեզ շուրջ որևէ պահպանի։ Հասկանալի է համագործակցության, բայց մենք պետք է պահպանենք։ Սա չի նշանակում, թե Արցախում անվտանգային միջազգային ներկայացվածություն չպետք է լինի, նշում է Քարամյանը։ Պարզապես նրանց շարքերում պետք է ծառայեն նաև արցախցիներ ինքնապաշտպանության նպատակով։ Պահեստազորի գնդապետ Վիլեն Սաֆարյանն էլ կարծում է, Արցախ հավաքական վերադարձի համար անվտանգային երաշխավորը միայն Հայաստանը չպետք է լինի։ Ասում է, գործող իշխանությունն է նպաստել այդ համոզմանը գալու համար։ Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, որ ամեն կերպ ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի Արցախյան այդ հավաքական ուժը տորովի առանձին մասերի մի մասը աշխատանք փնտրելու պատրվակով կամ տեղափոխում են Ռուսաստանի Դաշնություն, մի մասը անվերադարձ եվրոպական երկրներ եւ process-ը շարունակում է։ Ադրբեջանի հետ հարևան լինելը Պահեստազորի գնդապետին սովորեցրել է միշտ զգոն լինելը։ Ասում է, որքան համաձայնագրեր լինեն, պայմանավորվածություններ ստորագրվեն խաղաղության համար, միևնույնն է, Արցախում մարտունակ պետք է լինել։ Ունենանք նաև այն մոբիլիզացիոն ռեսուրսը, որ կարող ենք այդ միջազգային անվտանգությունը ապահովող կառույցների հետ համատեղ մեկտեղ ի պաշտպան կանգնել Արցախյան հանրապետության բնակչությանը։ Պահեստազորի գնդապետների հետ փակ քննարկման ընթացքում անդամներն այլ առաջարկներով են հանդես եկել։ Արմեն Սարգսյանի խոսքով փորձառու զինվորականները առանձնացրել են անվտանգային ամենակարևորներից մինչև երկրորդական թվացող խնդիրները։ Ինչպես կարելի է կատարելագործել նոր Արցախյան հանրապետության նոր պաշտպանության բանակը ինչպեսին պետք է լինի, բացի պաշտպանության բանակից ինչպես պետք է միասնաբար աշխատեն բոլոր անվտանգության բաղադրիչները։ Մասնագիտական խմբի հետ քննարկումը հնարավորություն էր առկա հարցերի լուծումների մասին խոսելու եւ նոր հարցեր բարձրաձայնելու համար։ Արմեն Սարգսյանի խոսքով հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ անվտանգության գործում կրթական համակարգի դերին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Սամվել Իսրայելյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսից։ Միացյալ Նահանգները 50 միլիոն դոլարի դիմաց փորձել է հավաքագրել Վենեսուելայի նախագահի օդաչուին։ Մասնավորապես ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցը փորձել է համոզել Վենեսուելայի ռազմաօդային ուժերի օդաչուին գաղտնի փոխել նախագահ Մադուրոյի օդանավի ուղղությունը նրան կալանավորելու համար։ Դաշնային գործակալը փորձել է հավաքագրել օդաչուին 16 ամիս շարունակ, սակայն Միացյալ Նահանգների հետախուզության աշխատակիցն անհաջողության է մատնվել։ Հուսահատված գործակալը սկսել է սպառնալիքներ ուղարկել օդաչուին, սակայն վերջինս պնդել է, որ վենեսուելացիները չեն դավաճանում իրենց հայրենակիցներին եւ արգելափակել է ամերիկացու հեռախոսահամարը։ Իսկ Ճապոնիա կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփն այցելել է Ջորջ Վաշինգտոն ավիակիրի վրա գտնվող ամերիկացի զինծառայողներին եւ պարել նրանց համար։ Թրամփը պարել է IMCA երգի տակ, որը նրա սիրելի երգն էր 2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ Այս անգամ շատ զինվորականներ տեսագրել են նախագահի պարը եւ պարել նրա հետ միասին։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։